Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը կառավարության ներկայացուցիչներն հրավիրյալները տպավորիչ երաժշտական երեկոյին հրան ձինք սյաս վերըտիել սուս չրալ մաս առաջին։ Բիթլիսա հայկական անցյալին հետքերավը Արցախակորուստը նորից ցավային ձետի Գայանե Անտոնյան, Զառայի հայոց գերեզմանատան վերակազմությունը, Խորովու ու Գորովու հայկական տոնատիսական խոհանոցին ավանդույթը, Քոչվոր ցեղույրան ալֆա օմեգա ուղեկիցը վճխարը։ Արևմտյան Հայաստանը կառավարության անդամներն ու ազգային ժողովապատգամավորն են փոխվարչապետ Արման Հակոբյանին գլխավորությունով հրավիրված ընտրել հոկտեմբերի 17-ին ժամը 7-ին կայացած Ղաշյանքի համերգին Արամ Խաչատրյան համերգասրահումը։ Հայաստան ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մայստրո Էդվարդ Թոփչյանի ղեկավարությունով ներկայացրել է բարձրարվեստ ծրագիր, իսկ երեկոյի հմայքը լրացրել է նորվեգացի ջութակահարուհի Վիլդե Ֆրանգի վիրտուոզ կատարումը։ Հրան ձինք մարդ վերին հավատը ժողովրդավարական իդեալների հանդեպ գերազանցել իսալալ լյուբոյ պետական հավանության, յուրան կյանքի սաղ ընթացքում փորձել իսալալ հիշտեցնել սեփական ներսի հակասությունը նվեշտինի թուրքական հասարակության մեջ հայերի նկատմամբ ձևավորված դարավոր թշնամանքի։ Ինքը ընդունվել չի թուրքերի կողմից որպես յուրանցամին ու միաժամանակ շուշուտ հակաս վալչի հայերի կողմից, բայց մնացյալը հավատարիմ արդարության ու ճշմարտության գաղափարին։ Ծնված նիրամալացիա ցեղասպանությունից մազապուրց հայ ընտանիքում հրան ձինքը յուրամանկությունը անցկացրալա Կոստանդնուպոլսը հայկական որբանոցում շտեղ ձևավորվել յուրան հայեցի ոգին ու հավատը մարդկային արժանապատվության նկատմամբ։ Յուրան կողակիցը Ռաքել Ձինքը եւս ցեղասպանությունը փրկվածների ժառանգալ էր։ Յուրանց պատմությունը միաձուլվալ ընտրնալավ երկու ցեղասպանությունը փրկվածների ժառանգների համատեղ պայքար հանուն հիշողության ու հաշտության։ 1996 թվին հրան Ձինքը հիմնալա երկլեզու ագոս թերթը հայերեն ու թուրքերեն։ Յուրան նպատակը կամուրջ կառուցելն էր հայ ու թուրք ժողովուրդների միջև ներկայացնել հայ համայնքը վերջթա որպես թշնամի, այլ որպես երկրի անբաժանմաս։ Բայց յուրան համարձակ խոսքին հետի Ձինքը տարալա թիրախ, յուրան կյանքի ողբերգական ավարտը Կոստանդնուպոլսա հայատների մտարալա վկայության այնպենի վեր թուրքական հասարակությունը հալամ կարում չի առերեսվե սեփական պատմությանը։ Սորհրան Ձինքին հիշատակը մնամա խիզախության, արդարության ու ճշմարտության սասի խորհրդանիշ։ Թորք պատմաբան Նուրհան Չեթինքայան շարունակում էր պատմական ուսումնասիրությունը ներկայացնել Բիթլիսա հայկական անցյալին հետքերը։ Հետազոտությունը անդրադառնում է քաղաքին երբեմնի հայ բնակչությանը, յուրենց մշակույթին թողած շնչին վերը մինչ օրս զգացվում է քաղաքի քյոհնյա փողոցներում։ Այս նախաձեռնությունը կարևոր է Բիթլիսա որպես պատմական հայկական կենտրոնի հիշողությունը պահպանելի գործումը։ Հայացքն Արցախին հաղորդման հյուրը ապրիլյան կռվում է անմահացած Ադամ Սահակյանի մամանա Գայանե Անտոնյանը, մասնագիտության մշակութային ծրագրերի կազմակերպիչը գործանում որպես խմբագիր, որդու Զոհվելյանը յետը պերվիդոնումը քեցալա Արցախ ու առանձնատուկ սիրով ապատում Արցախա ու Արցախցուց մասին։ Արցախակորուստը յուրան հետի կրկնակի ցավա, յուրան խոսքում անընդհատ փորձում է թաքցնել վիշտը, շեշտը տինելով հպարտության ու արժանապատվության իրան։ Հուսալքվում չի մտածելա վեր մի օր Փյունիկապես թևեր ընկառնելու ու վերածնվելու ընկ ցավից, կորստից, հպարտությունից։ Սեբաստիա, այսինքն Սիվաս քաղաքի Զառա շատերին արդեն ծանոթ է։ Ամեն այցելությանս վաղտը պատմում է սրբավայրի մասին։ Զառայի հայոց գերեզմանատունը վերը գոյություն ունեցալ դարեր շարունակ վերջին տարիներին գտնվել իսալել քանդված ու անփույթ վիճակում։ Բայց 2016 թվականին Կոստանդնուպոլսում բնակվող Զառա հայերի նախաձեռնությունով գերեզմանատունը սահմանազատվել ու նորոգվել։ Այդ ձևի մեր հայրերի հանգստավայրը նորից արժանացել է պատշաճ խնամքի։ Մհենգ դեղ կարելի է մոն վառել, աղոթել ու հիշել մեր ննջեցյալներին։ Գերեզմանատան մեջին պահպանվել է նաև մծ տապանակ հարվերին իրանք իրված են մեր պապերի անունեն որպես հիշողության ու հավատքի խորհրդանիշ։ Հայկական խոհանոցի բազմադարյա մշակույթում առանձնահատուկ տեղ ունի Խորովուն ու Գորովում պատրաստվող թոնրում առանց բոցի։ Խորովունը պատրաստվում է կյարան կամ ուլի մսից, հիմնականում աստվածածնի վերափոխման կամ հարսանյաց տոներին վախտը։ Մսը նախ մարինադվում է կարագավում ածունավ, հետո կախայնվում թոնրի մեջի մինչև ստանա նռան գույնը։ Գորովուն, ձյավարավ կամ բլղուրավ կերակուրը տիրվում է թոնրին հատակին խորովածին տակին, համարվում է հարգանքի նշան ու մատուցվում է մենակ պատվավոր հյուրերին։ Այս ավանդույթը վկայում է հայ ժողովրդի խորը հարգանքի մասին յուրան սուրբ սեղանի հյուրասիրության ու ազգային ինքնության նկատմամբ։ Սնվինք հայերեն։ Մատբրիտանացի պատմաբան Արնոլդ Հոյնբին յուրան պատմության ըմբռնում աշխատության մեջին փաստալավեր թորքը հայկական լեռնաշխարհ ու Կուճիրայսիա տեղափոխվելա վճխարի միջոցով։ Խոտածածկ ու ջրառատ գոտիների որոնման մեջին վճխարը շարժվել իսալել բիդագունեղ արոտավայր էր, իսկ թյուրքը որպես մշտական ուղեկից ու սննդի աղբյուրի ապահովող հետևել իսալել յուրան։ Արնոլդ Հոյնբին ընդգծում ավեր վճխարը ապահովել իսալել թորքին հիմնական սաղ պահանջնեն կաթավ խմելի, մսավ սնվելի ու շոր պդրստելի հետի։ Թորքին յուր
կաթարան են պդրստվել իսինել վճխարի մորթից ու սա հետագա լեզվաբանական ազդեցություն ա թողալ թորքերի լեզվում սարքել բառի փոխարեն օգտագործվալա շել, տանիք կամ տոն շալել։ Արդյունքում վճխարը թորքին հետի հանդիսացալա կենսական անփոխարինելի ուղեկից ալֆա օմեգա գոյության հետի։ Հետևաբար ըստ Թոյնբիի վերլուծության թորքը ազգ չի, այլ պարզապես քոչվոր վճխար պահող ցեղա, ու ինքը իրավունք չունի պնդել վեր հայկական լեռնաշխարհը յուրաննա։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ այսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։